հետ կապված ինչ հույսեր կան հաշվի առնելով նախորդ փորձերը։ Դե նիստը հետաձգվեց, ինչպես տեղեկացանք, ցանկացած դատական նիստից մենք ակնկալում ենք արդարության ինչ-որ գոնե, ինչ-որ նշույլներ գոնե չեմ ասում լիարժեք արդարության, հատկապես որ բարձր ատյանի հետ գործ ունենք առաջի ատյանից հիմնականում հույսերը ավելի քիչ են լինում, վերաքննիչ ատյանում դատավորները մի քիչ ավելի պատվախնդրության նշաններ ցույց տալիս են, այսինքն որ արդարության ինչ որ առումով այս գործի հաշվի առնելով գործի նաև առանձնահատկություններ, ինչ որ առումով արդարությունը մենք կտեսնենք։ Իսկ գործի շրջանակներով կարող եմ ասել, որ մարդուն նախ վերագրել են մի հոդված, որը իր հետ կապ չունի, զենքի կիրառում են դրել, որ երրորդ մասն են ավելի ծանր սանկցիայով այսպես բան անեն։ Երկրորդը այդ վերագրված հոդվածով առավելագույն պատժին են դատապարտել մի մարդու, ով հարգանք պատիվ ունի իր համայնքում, ով 4 անչափահաս երեխաների հայր է, ում ըստ էության, եթե նույնիսկ վերցնենք որպես ենթադրենք եմ ասում, որ իրականում դա իհարկե տես չի, նույնիսկ եթե արարք է կատարել, դա իր առաջի քրեական ոնց որ բանն է, պատմությունն է, իրան տալ առավելագույն պատիժ, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է պարզ նպատակով, որ այդ առավելագույնից մի քանի ամիս ցածր, եթե դա առաջացանը համաներման տակ էր ընկնում Դավիթ Համբարձումյանի գործը եւ նա ուղղակի պետք է դուրս գար բանտից։ Հետևաբար իշխանությունը խնդիր է լուծում, հատկապես այս փուլում Դավիթ Համբարձումյանին բանտում պահելու, որովհետեւ 8 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության համար հիմա այս փուլում, այս պահին, երբ որ ինքը հանդիսանում է իմպիչմենտի միասնական թեկնածու ընդդիմության, այս պահին տանել բանտարկել, իմ կարծիքով ակնհայտ առավել քան այս ամեն ինչը է։ Իմպիչմենտի հետ կապ ուներ այս ամենը, քանի որ նա էր ընդդիմության միասնական թեկնածուն։ Գիտեք, դժվար է հստակ մատնանշել, թե ինքը կոնկրետ ինչ գործընթացի հետ կապ ուներ, բայց դա իհարկե կապ ուներ նաև իմպիչմենտի հետ, իհարկե կապ ուներ նաև բարեցիս պարոն Աթանեսյան, իհարկե կապ ուներ նաև իր քաղաքական ակտիվ կեցվածքի հետ, իր տղամարդկային տեսակի հետ, մենք տեսանք նաև, որ ականատես եղանք, որ ինքը իմանալով, որ իրենց տեղ բանտարկություն է սպասվում, Մոսկվայից նստեց հետ եկավ եւ կալանավորվեց շատ հանգիստ, իսկ դա իրականում բացառիկ տղամարդկային վարք է։ Ես իր հետ երբ որ վերադառնում ենք, ինքը անդադ ասում էր, որ իմ համար հայրենիքում բանտը ավելի լավ է, քան դրսերում ազատության մեջ փախուստի մեջ գտնվելը։ Ինքը եկավ իր ոտքով, այսպես ասած, ընդունեց ճակատագիրը, այնպես ինչպես կար։ Այսքան, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։